Այսօր օրինակ շատ ոստիկաններ լաց էին լինում։ Մարդիկ ասում են, որ մենք տեղյակ չենք, թե ուր են մեզ դրել։ Եվ արդյունքները գնում են իրենց աչքերից։ Փաշինյանը շարունակում է նշեմացնող հայտարարություն։ Իրենք մայրաքաղաքի խորհուրդը շատ լավ գիտեն, բայց տեղյակ չեն եղել, թե ուր են բերում։ Մամուլը գրում էր, որ նաև հրահանգել է իշխանությունը, որպեսզի ձեզ կալանավորեն, ձերբակալեն, նաև Այստեղ եմ թող ձերբակալեմ։ Եթե ես այս երկրի թիմ 1 սպառնալիքն եմ, կարծեմ թե իրանք էլ չէ, ես կգնամ այստեղից։ Եթե իմ գնալով այդ սպառնալիքը կվերանա։ Սպառնալիքը, բայց քննադատություններ եք ունեցել իշխանությունների վարած քաղաքական։ Մինչև 18 թվականը իրենք ինչ էին անում։ Հայական է լինել սպառնում։ Բայց տեսակցությունների դիմաց է։ Ձերբակալելու այս կերպ նաև ուզում են հերթացնել վերապարել վերացնելու գործը։ Այս կառավարության որևէ մի բանի տալ գնահատական, կարծեմ թե անշնորհակալ գործ է։ Ամեն ինչ կարող են անել եւ ամեն ինչ իրենց սպասում։ Եվ մենք ամեն ինչ պատրաստ ենք։ Կարծում եք հաջողվի իսկապես վերապարել հեռացնել այսպիսի միջոցներ։ Նման բան չի կարող լինել, չի կարող լինել, որտեղ իրենք մոռանում են թե ինչի հետ գործում։ Վերջը եկեղեցին ինքը աստվածահաստատ կառույց է։ Ով հաստատ այդ կառույցին դեմ գնաց, մի փոքրիկ քար շփվեց այդ կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու եւ իրենք ճշնապետում։ Այսինքն դա ենթադրում է իշխանափոխություն, օրինակ մեծ տանն գիտեո Արամ առաջին կաթողիկոսը ասում են նստեք իշխանությունների հետ քննարկեք, շփեք վիճակը, արդյոք կան եզրեր այլևս։ Ինչպես բոլորն են նկատել, ոչ մի եզր չկա իրենց հետ քննարկելու որևէ մի բան։ Եթե իրենք սրծավ լինեն եկեղեցու հետ կապված, անգամ հայրենիքի հետ կապված իրենց շատ անգամներ հրապարակային ձեռք մեկնվել են, որ նման նստեն, նման հարցեր քննարկություն ունեն։ Բայց այդ հրավերը մինչև այսօր պատասխան չի եղել իրենց կողմից։ Բայց իրենց նպատակը դա չէ, իրենց նպատակը կարգադրություն կատարելն է։ Ինչ որ աշխարհակաղակական կենտրոններից իրենց հրանք է տալիս եւ իրենք շատ գեղեցիկ, շատ երազանցիկ ուսանողիկս կատարում են իրենց հրանքը։ Բայց իրենք մի բան չեն հաշվել, որտեղ հավատի ասում դուք չեն կարող որևէ մեկը կան խորոշել թե ինչ է դինելու։ Որ այստեղ իրենց մեջքը կոտրվել է։ Որ դեպքում իշխանությունը կդադարեցնի այս ահաբեկումները, ճնշումները առաքելական եկեղեցու նկատմամբ։ Չեմ կարծում իրենք մի բան ասեմ։ Ես կարծում եմ, որ իրենց այդ շրջանակի մեջ դեռ կան մարդիկ, որոնք մի քիչ մտածում ունեն, սեր ունեն հայրենիքի նկատմամբ, սրբությունների նկատմամբ, բայց այս վերջի օրերը ես ցավոք սրտի համոզվեցի, որ չկա այդ բանը։ Նրանք նպատակը իշխանությունն է, նրանց նպատակը փողն է, նրանց նպատակը սովորել են այս իշխանության, այդ աթոռներին, այդ հարստությանը, մտածում են, թե ինչպես կարող են առանց այդ հարստության ապրել։ Նրանց համար սրբություն չկա, չունեն այդ սրբությունը եւ այս մարդկանց հաջողությունը գիտեք ինչու՞ն է գալու, որովհետեւ սա բացարձակ լքտիներ են։ Դրանց լքտիությամբ առաջ են։ Եվ սպասան գիտեք նա հարմար տեղներ չկա, եթե հարմար չեք տալիս։ Առիթը եղել է շփվենք այս հարցին անդրադառնալ, դուք ինչ եք կարծում, քանի որ տեսա կառավարողության հարցեր է առաջ քաշել, որոնք հիմա ակտիվ քննարկվում են մամուլում, քաղաքացիներ շրջան, պետք է նաև հավաքավոր դեպի ձեզ եկեղեցին այդ հարցերի հետ կապված բարձաբանումներ ներկայացնի, թե ոչ։ Օրինակ։ Դե դուք գիտեք ինչ Նիկոլ Փաշինյանը առաջ քաշել։ Խնդիրը հետևյալն է։ Ֆիլոսոֆիական ուղղվածության մեջ հարցին հարցեր են պատասխանում, չէ՞։ Նույն հարցի իրենց հետ մենք ուրեմն չեն պատասխանում։ Շատ հարցեր։ Ով ասավ, իր ընտանիքի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որ մամուլում քննարկվում են եւ այդ հարցադրումները արվել են, ինչեւ այսօր պատասխան չի։ Բոլորիս համար հասկանալի է դրա ենթատեքստը եւ հասկանալի է, որ
մարդիկ այս կերպով փորձում են ժողովրդի մեջ մի տեսակ իրենց վարկը պահելու, որովհետև շատ հայտնի է, եթե թիրախը եկեղեցին է, հասկանալի որ ժողովրդի մեջ ընկալումը տարբեր է, երբ որ կոնկրետ այստեղ առանձին հոգևորականներին են թիրախավորում, այս դեպքում արդեն մի տեսակ սլակները թեքում են, սա էժան մանիպուլյացիա է, շատ էժան եւ ինչքան էլ ջանք թափեն եկեղեցին, այստեղ հոգևորականը գլուխ ունենալով հայրապետի, դա մենք ամբողջական ազգային կառույց է, որը դարձել է թիրախ։ Խոսակցություններ կան, որ եկեղեցի ներսից բարակներում նաև գործընթացներ է իրականացվում։ Արդյոք կհաջողվի։ Եվ կարող ենք ասել այն հայտարարությունները, որ ամուսնացյալ քահանաները իբր թե այս ամենի հետ կապ չունեն եւ ամուսնացյալ քահանաների մեջ կան արժանի կուսակրոնները արժանի չեն եւ այլ այս տեսակ հայտարարություններ, որ իշխանական թերի ներկայացուցիչների կողմից լինում են, սրանք հենց այդ պարզ պրիմիտիվ մոդեցումն է եկեղեցու իրենց պատկերացումներով եկեղեցու ներսում այդ պարակումներ բերելու, բայց երբևէ նման պարակում չի կարող լինել, չի եղել եւ չի կարող։ Ասում եք վեհապարի դեմ դուրս չեն գա եկեղեցուց։ Իհարկե ոչ։ Հենց մի եկեղեցին իր իրավետական կառույցով ամբողջական է լիարժեք է ուժերը այդ խոհանությամբ, այդ հնազանդությամբ եւ համաստիպությամբ։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք իրավապահ համակարգից։ Անկեղծ խորասել այս ամեն ինչը տեսնելով ոչ։ Այն ինչ որ հիմա տեղ է, բայց ակնկալիքները մեր հույս ունենք, որ արդար դատավարություն կլինի, հույս ունենք, որ օբյեկտիվ քննություն կլինի, որովհետեւ Միքայել Սրբազանի ներկայացված մեղադրանքը պատմում է բոլորիս է, հայտնի է, բոլորս այս մասին ծանոթ ենք, հրապարակային դա եղել է, բոլորս տեսել ենք, լսել ենք, ամենապարզ սովորական իրավական կրթությունից մարդ է դարձել, ոչ մի հանցատար, ոչ մի իրականություն չկա այս արտեսասության աղմուկ բարձրացնելու եւ նման մեղադրանք ներկայացնելու։ Բայց Փաշինյանը ներեցեք, բայց Փաշինյանը արդեն կանխատալ որոշել էր, որ 1-ից 2 ամսվա կալանք պետք է լինի։ Իր վերջին գրառման մեջ նա այդպես էր ասել։ Դե ամեն դեպքում Այսինքն նշանակում է հրահանգը արդեն կա, որ 1-ից 2 ամիսը բնականաբար ինչի մենակ այս դեպքում ակնհայտ է հրահանգը իրավական իրավապահներին, իրավապահ համակարգին, դատական համակարգին, մենք այս վերջին օրերին, վերջին շրջանում դրա հստակ օրինակները բազմիցս տեսել ենք, որ դա կառավարվում է մեկ մարդու կողմից։ Դեր Եսայի, ինչի հենց այս պահին ու հենց Միքայել Սրբազանին, որովհետև խոսվում է մի ելույթի մասին, հարցազրույցի մասին, որը